Որով ունեցել ենք այդ թույլտվությունը, սկսել ենք մենք մեր աշխատանքը, քննիչը հիմք ընդունելով։ 8 թվին է եղել թույլտվությունը։ Անժամկետ Անժամկետ բառը չկա այդտեղ։ Ուզում եք ես բացատրեմ մասնագետի թե դա չէ։ Մի րոպե, պետք չէ բերай դա ես դերեմ ես պատասխանեմ դրա ասում ես եկեղեցուց ես եմ գաց Տեր-Վարդան դուք սպասեք ես ձեզ ասեմ։ Տալիս է շիտ մի րոպե։ Մի րոպե լսեք, դա ես մասնագիտությամբ շինարար եմ։ Ես հավատում եմ ինժեներական ինստիտուտը։ Ես ինչքան գիտեմ դու։ Դե հիմա իմ մասը դրանք շատ բան կարող են ասել։ Չէ, այնտեղ ասին ինձ։ Դե այնտեղ շատ բան, էլի քննիչ ասեց։ Հա, չէ։ Դե քննիչ շատ բան։ Հիմա ես ձեզ ասեմ։ Բան չի ասել, քննիչն ինձ ասել եմ դուք զգուշացրել եք այն կողմին, որ մենք իրավունք ունենք։ Մի հարց, որը չգիտեմ ինչու չեն ուզում հասկանալ, թե չեն հասկանում։ Երբ որ տալիս են շինարարության թույլտվությունը ամբողջ փաթեթի մեջ մտնում են նաև քանդման թույլտվությունը։ Եթե 5 տարով շինարարությունը ավարտելը, իրենց իրավասությունը, թե քանդումը երբ կկատարեն։ Եղավ։ Կարող են իրենք 4 տարվա մեջ քանդեն, վերջի մի տարում կառուցեն։ Դրա համար նախորդող փաստաթուղթը կոչվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը տրվում է 2 տարի ժամանակով։ Այսինքն 10 թվականի նոյեմբերի 14-ին իրենց մոտ լրացավ այդ ժամանակը։ Ես ասեմ ինչ եղավ։ Կուսակցությունը, որը մեր ազգային ժողովի մասն էր կազմում, մեկ էլ բարի կամքի դրսևորում էր դա։ Մինչև այդ իրենք չէին քանդում։ Երբ որ սկսեցին քանդել, նոր բնականաբար մենք սկսեցինք բողոքել։ Հա, ինչպես եղել է լաբորատորիա։ Մեզ հիմա կառավարությունը համաշխարհային ման գտվել է բավականին մեծ քանակի գյուղ տեխնիկա, որը պետք է այստեղ ուսանողների համար լինի որպես լաբորատորիա։ Եթե ուշադրացեք, մյուս կեսը, որը դեռ չեն վերցրել կամ համնատեղից չեն վերցրել, դա էլ է լաբորատորիան մեր։ Գյուղ տեխնիկա այդտեղ կանգնած։ Նույնն էլ այստեղ պետք է լինի։ Դա պետք է լինի գյուղ տեխնիկա։ Դե վերջավ չեմ կարծում դա անլուծել է խնդիրը։ Օրենք է սահմանում։ Իրենք էլ քաղաքակիրթ մարդիկ են, մենք էլ քաղաքակիրթ մարդիկ։ Եթե իմի չեք գալիս, հիմա գործը հարուցված, այդ գործը հետո առաջ կմտնի դատարան, ինչպես դատարանը կորոշի, դեցեք ենթարկվեք որոշմանը։ Այսինքն գործը արդեն դատարան։ Դատարան դեռ չի հասել։ Քննիչի մոտ, այ քննիչը Մուրադյան, որը վարում է այդ գործը։ Դուք եք բողոք ներկայացրել։ Մենք էլ իրենք էլ։ Վերջում գործը կգա քասնի դատարան, ինչպես կլինի դատարանի որոշումը ձևել մենք։ Ես գնացել եմ պարոն Թարվերդյանի մոտ։ Ներկայացրել եմ, որ այս 2008-ի փաստաթղթերով մեր տարածքն է, ուզում ենք տանիքը վերանորոգել։ Ինչև է։ Պատճառաբանվել է, որ դուք այդ իրավունքը չունեք, դա տրվել է մեզ։ Ես ներկայացրել եմ նոր ներկայացված փաստաթղթեր, ասել եմ այս փաստաթղթերով սա պատկանում է մեզ։ Դիմել եմ դրանից հետո եւ կառավարությանը, եւ դիմել եմ կրթության նախարարությանը ներկայացնելով փաստաթղթերը։ Եվ ասել եմ, որ պարոն Թարվերդյանը գործուղման մեջ է, ճիշտ է։ Ես վերջացին գործուղման մեջ։ Երկու անգամ ինքը խոստացավ, որ զանգենք, հանդիպենք մի հատ քննարկենք այդ փաստաթղթերը, այդ հանդիպումը տեղի չունեցավ։ Գործուղումից հետ վերադառնալուց պարզվեց, որ արդեն այս ամբողջը հագասությունների մի շարան է։ Ես դիմել եմ գրությամբ Ագրարային համալսարանին, այլևս հանդես գալով որպես падգամավոր նաև պահանջել եմ այն բոլոր փաստաթղթերը եւ այն գործընթացները։ Մի րոպե։ Դրանից հետո նույնապովան տակ դիմել եմ դատախազությանը, որովհետեւ պարզեն քիչ առաջ թվարկածս։ Թե ինչ օրենքի ուժ ունի մեր ձեռքի տակ եղած քաղաքապետարանի 2008 թվականի որոշումը, քանդման թույլտվությունը, ճարտարապետաշինարարական առաջադրանքը եւ կադաստրի վկայականը գրանցված մեր անունով, որը քիչ առաջ ցույց տվեց։ Դրանից հետո սկսվել է գործ ընդունվել է վարույթ, սկսվել է քննություն։ Հերթական քննիչական գործողությունների ընթացքում 3 ես հարց եմ տվել քննիչին, թե պարոն Մուրադյան, հիմա մենք, քանի որ դուք քննում եք գործը, փաստաթղթերը ձեր ձեռքի տակ է, գրություն եք գրել քաղաքապետարան եւ այլն։ Մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքները։ Պատասխանն եղել է հետեւյալը, որ դուք կարող եք քանդման աշխատանքը շարունակել, նկատի ունենալով բնակլիմայական եղանակը, որ ամբողջովին, բայց շինարարություն չիրականացնեք, այսինքն նոր մինչև քաղաքապետարանի համապատասխան թույլտվություն չտա շինարարական, որը մենք գրել ենք, որ
Ասես ո՞նց կարող է իրենց ասել գնացեք քանդեք։ Մի րոպե տալիս եմ։ Ալո։ Պարոն Մուրադյան, ես Հովանես Մաշկարյանն եմ։ Խոսքը վերաբերում է քանդման աշխատանքներին։ Երեք ես այդ մասին հարցրել եմ, որ քանդման աշխատանքները մենք կարող ենք շարունակել։ Ձեր պատասխանը եղել է, որ քանդման աշխատանքներն այո, բայց որևէ շինարարություն չիրականացնեք մինչև քաղաք։ Այո, այդ եմ։ Կամ բոլոր համապատասխան փաստաթղթերը, որ այն ինչ կատարվում է, դա օրինական է։ Կա քաղաքապետանի համապատասխան թույլտվությունը, կա կադաստրի պետական կոմիտեի ուրեմն սեփականության վկայականը եւ այլն։ Կա քանդման ինչպես նաեւ թույլտվությունը։ Ես ուզում եմ ընդհանրապես մի հատ հարց։ Մենք արդեն երկար տարիներ, շուրջ 6 տարի, օգտագործում ենք այս տարածքը եւ որևէ մեկը չեք ասել, չեք այս տարածքը դուք օգտագործում։ Սա ձերը չէ։ Չի անցել որևէ մտքով, նույն մեր հարգելի ուրեմն ագրարային համալսարանի ներկայացուցիչների կողմից։ Այսօր խնդիրներ առաջացել, որովհետեւ մենք որոշակի վերակառուցման աշխատանքներ իրականացնենք, որովհետեւ շենք շինությունները դրանք մաշվում են ժամանակի ընթացքում եւ բարբերաբար խնդիրի առաջանում դրանք կառուցել, վերանորոգել եւ այլ եւ այլն։ Մենք դանում ենք դա եւ ընթരാճ գնալու որոշակի հորդորների մենք դադարեցել ենք։ Կա վեճ, կա համապատասխան հայց, թիմում բողոք եւ պատկան մարմինները կքննեն եւ համապատասխան որոշում կկայացնեն, թե ով է մեղավոր, ով պետք է պատասխանատվություն տա սրա համար։ Այո, մենք սպասենք, որովհետեւ մենք թշնամիներ չենք, մենք թշնամաբար չենք տրամադրված, մենք ընդհանրապես մեզ հատկացված օրենքով սահմանված կարգով հատկացված տարածքն ենք օգտագործում։ Մենք իրավունք ունենք մեր տարածքում իրականացնել այս կամ այն գործողությունը։ Ուրիշ խնդիր, ինչու է խնդիրը առաջացել հենց այս ժամանակ։ Ես պետք է ենթադրեմ, որ սա ինչ-ինչ նաև քաղաքական ենթատեքստեր ունի, որովհետև որևէ անգամ կրկնում եմ նման խնդիր այս տարիների ընթացքում չի առաջացել։ Խնդիրը առաջացավ հենց այն ժամանակ, երբ որ օրինակ երկիր կուսակցությունը որոշեց, որ մաս չի կազմելու կոալիցիան։ Ենթադրությունները թողում եմ ընթերցողներին։ Կարող են մարդիկ դատողություններ անել։ Դա պատահականություններ, դա օրինաչափություններ, թե ինչ էր, ես չեմ կարող ասել, բայց այն, որ տարիներ շարունակ մենք օգտագործենք որևէ խնդիր, որովհետև կան օրինական բոլոր փաստաթղթերը, չի առաջացել, դա պարզ իրողություն է։ Խնդրեմ, սպիտակի վրա սևով գրած։ Խնդիրը առաջացավ հենց այն ժամանակ, երբ որ քաղաքական ինչ-ինչ զարգացումներ տեղ ունեցան, նույն օրինակ երկիր կուսակցության շուրջ։ Ես որևէ մեկին չեմ մեղադրում, ես որևէ ենթատեքստ չեմ դնում դրա տակ, պարզապես ուզում եմ հասկանալ եւ ռետորական հարց հնչեցնել։ Ինչու հենց այս պահին։